կուզենայի ձեր տված հարցի շատ ավելի մեծացնել։ Այո, արդարադատության համակարգի նկատմամբ էլ էր կարծեք 18 թվականից հետո այդ խստությունը պակասել ժողովրդավարության, մարդու իրավունքների խախտումների կամ համատարած խախտումների նկատմամբ էլ կարծեք այդ եվրոպական մարմինները մասնավորապես խստապահանջ այդ բաները արդեն չկան, որովհետև ես կարծում եմ, որ խնդիրը քաղաքական է։ Կարող եմ իհարկե պատասխանել հարցին, բայց զուտ այն իմաստով, որ այսօր մեր թեմային չի առնչվում, բայց ակնհայտ է, չէ, խնդիրը քաղաքական է եւ արտաքին քաղաքական ազդեցությունների, ոլորտների, ազդեցությունների փոփոխությունների եւ այլնի հետ է։ Ես հուսով եմ առանձին կարելի է խոսել մի ամբողջ այս թեմայից, թե այո, ինչու մինչև 17 թվականը մեր հանրահավաքների ժամանակ, երբ որ մեր դեմ իրավունքի խախտման, իրավունքի դեմ ոտնձգություն է լինում եվրոպական մարմինները անմիջապես արձագանքում են, բայց այդ մի բանը չի լինում 20 թվականին կամ 23 թվականին, երբ որ խախտում է քաղաքացիների ընտրական իրավունքը, հավաքների իրավունքը, կուսակցությունների իրավունքը, այդ նույն մարմինները տարօրինակ կերպով լռում են, կամ երկու տարբերակ կա, կամ այդ իմ ասած քաղաքական նպատակահարմարությունը, կամ իրանց մոտ արժե համակարգային փոփոխություններ ա եղել, կարելի է ուսումնասիրել։ Արձագանքի հնարավորություն, եթե ցանկություն կա։ Կարճ եթե արձագանքի հնարավորություն ունեք։ Թեմայի շուրջ, խնդրեմ հարցեր լինեն թեմայի շուրջ, եթե թեմայից դուրս հարցեր կլինեն, միջոցառումից հետո կարող եք մոտենալ անձամբ պարոն Դավթյանին։ Սակալակու խնդիր բացարձակ չկա, որտեղ առավել ևս այդ հարցերին բոլորին անդրադարձնելու երբեք չեմ խուսափել որևէ բանից անդրադառնալուց, բայց նախընտրում եմ միշտ մնալ օրվա օրակարգի շրջանում։ Այլ հարցեր Դավիթից։ Հարցս ուզում եմ ուղղել պարոն Դավթյանին։ Պարոն Դավթյան, համարեք բարեփոխումները տեղի ունեցան ձեր առաջարկած եւ քրեակատարողական ծառայությունը հռչակվեց արդարադատության մաս։ Արդարադատության բարձրագույն խորհրդի պալատ հռչակվեց։ Ըստ էության շոշափելի ոչ կոսմետիկ, ինչպիսի բարեփոխումներ տեղի կունենա քրեակատարողական ծառայության գործունեության մեջ, ինչու՞ չէ նաեւ այդ հիմնարկներում պատիժ կրող անձանց պատիժ կրելու process-ի մեջ։ Շնորհակալություն հարցի համար, շատ կարևոր հարց է բարձրացնում։ Ես արդեն իմ խոսքում նշեցի, առաջարկս այս պահին զուտ հիմնադրութային ներկայացնելով նպատակ ունեի ցույց տալու, որ արտարադատության համակարգը քաղաքական համակարգից հստատ զարգտելու անհրաժեշտություն ունենք, եւ երկրորդ կարևոր նպատակը, որ ըստ էության ձեր հարցի պատասխանն է, մենք այս կառույցներին մեկ համակարգի մեջ ներառելով ընդհանուր արտարադատության իրականացման եւ իրացման խնդիրները միասնականացնում ենք։ Եվ այո, այսօր էլ քրեակատարողական համակարգում արկա բազում խնդիրներ, ըստ էության արտարադատության համակարգի ներառման պայմաններում կունենան իրենց եւ իրավական եւ զուտ պրակտիկ այնպիսի բարեփոխումների ընթացքը, որոնց արդյունավետությունը անհնար է որ մենք չտեսնենք։ Կոնկրետ օրինակների վրա թե ինչու դրանք կարող են արտահայտվել, ես կարծում եմ ամեն ինչում։ Որովհետև քրեակատարողական ծառայության գործունեությունը արտարադատության ընդհանուր իրականացման եւ դրա հանրային ընկալման առումով իմ կողմից շատ է կարևորվում։ Ի վերջո պատժի նպատակները, ասենք հանցանք կատարած անձի ուղղելը, սա որտեղ է իրականացվում։ Քրեակատարողական ծառայությունում է իրականացվում։ Դու ամենաարդար դատական ակտը կայացրու։ Եթե պատժի կատարման ընթացքում անարդար մոտեցումներ եղան, Էլ չեմ ասում, այսօր էլ գործող ցավոք դեռևս մեր քրեակատարողական հիմնարկներում հանցավոր ենթամշակույթի գերիշխում եղավ, մենք այս ակնկալիքները երբեք չենք կարող ունենալ։ Իսկ սրանք գործողություններ են, որոնց պետք է այսպես վիրահատական միջամտությամբ անմիջական ներգործություն ունենալ։ Ես մի լրացում անեմ այս հարցով։ Էլի 18 թվականի հետո իբր կատարված այդ ռեֆորմների արդյունքում քրեական օրենսգիր, քրեական դատավարության օրենսգիր, քրեակատարողական։ Մենք նախկինում ունեինք պատիժ կրող անձինք, ովքեր պատահել էր մարդու հետ։ Ու հնարավորություն էին
օրենքը եւ պրակտիկան հնարավորություն են տալիս, որ այդ մարդը եւ պատիժ կրեր, որովհետեւ վատ բաներ արել, եւ ամբողջությամբ չկտրվեր իր այդ առօրյա հասարակական կյանքից, հա։ Այդ ռեֆորմներից հետո այդ նույն մարդիկ, այդ նույն կարգավիճակ ունեցող մարդիկ հայտնվել են մի հատ միջավայրում, որտեղ ոչ պատիժ են կրում, ոչ էլ կարողանում են հասարակությանը ինտեգրվել։ Խոսքը գնում է անզգուշությամբ կատարված հանցագործությունների համար, երբ որ առաջ կար բաց ռեժիմը, որը բավականին օրինակ այդ մարդկանց համար մի կողմից ինքը իսկապես կրում էր պատիժ, մյուս կողմից չէր կտրում, որովհետև ըստ էության չի ունեցել դիտավորություն հանցագործություն կատարելու, հանցագործությունը ուրեմն միջինից թեթև հանցագործությունների շարքին էր դասվում եւ այդ մարդը չէր հայտնվում ամբողջությամբ, հա, այդ միջավայրում եւ այդ մարդը կապված էր մնում իր ընտանիքի, իր աշխատանքի հետ եւ մենք նաեւ այդ հիմնարկները չենք ծանրաբեռնում մի հատ լրացուցիչ բանով, հա, այդ մարդկանց խմբով։ Բայց այս ռեֆորմներից հետո հիմա անընդհատ այդ խնդիրը կա, այդ ռեժիմների, ես ասեմ, հիմա մի հատ աբսուրդ վիճակ է, այդ ռեժիմներից անգամ ռեժիմի այդ համակարգի քրեակատարողական համակարգի աշխատողները անգամ դեռևս մինչև հիմա այս արդեն 3 տարվա ընթացքում չեն կարողանում հասկանալ, որ ռեժիմը ինչ պայմաններում պետք է պահվի։ Եվ այո, այդ արդարադատության ես համաձայն եմ առնվազն այդ մասով համաձայն եմ, որ այս երկու համակարգերի կառավարումը պետք է բերել միտեղ բան։ Դատարան քրեակատարողական հիմնակ կապը այնպես է կտրված այսօր, որ մի հատ փորձեք այդ մի հատ պայմանական վաղակ այդ ազատման այդ բանով անցնել։ Ավելի լավ է մարդ գնա նստի, քան այդ process-ով անցնի։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, քանի որ հարցերը շատ են առաջարկում, եւս մեկ հարց լսենք Դավիթից, հարցեր։ Սևակ Հովհաննիսյան, շնորհակալություն եմ հայտնում բանախոսներին հանգամանալի ներկայացման համար։ Վստահ եմ թե ներկաներից, թե հանրության գերակշիռ մասի մոտ այո վաղուց արդեն հասունացել է արդարադատության համակարգի բարեփոխումը ընդհանրապես եւ հատկապես գործադիր իշխանությունից եւ առավել ևս քաղաքական մեծամասնությունից կախվածությունը չեզոքացնելու տեսանկյունից։ Ձեր ներկայացրած առաջարկության մեջ, պարոն Դավթյան, ըստ էության ներկայացվել էին մեր երկրում գործող այն հիմնական համակարգերը, որոնք խոցելի են այդ առումով։ Բայց ինձ հետաքրքրում է օրինակ այդ առումով սահմանադրական դատարանի կազմավորման առումով ձեր առաջարկությունների մեջ կա որոշակի կետ թե ոչ, որովհետև ինչու է այդ հարցը առաջանում, մենք տարիներ առաջ ականատես եղանք նաև այդ նույն տրամաբանության մեջ գործադիրի կողմից կամ քաղաքական մեծամասնության կողմից ոչ միջամտություն սահմանադրական դատարանի կազմի փոփոխության առումով եւ կուզենայի հասկանալ ձեր մոտեցումները այդ առումով ունենք որոշակի առաջարկություններ թե ոչ։ Շնորհակալություն։ Հարցի համար այսպես առաջանցնելով կարող եմ ասել, որ պալատներից դատական համակարգի առանձնացման պայմաններում իմ պատկերացման պես առումով, քանի որ մենք համակարգի իմ առաջարկը համակարգի միասնականության մասին է, այսպես հիմքում դրված այդ գաղափարը, հետեւաբար ես ըստ էության դիտարկում եմ նաև սահմանադրական արդարադատությունը այս համակարգի մեջ։ Բնականաբար սահմանադրական արդարադատության սահմանադրական դատարանի վերաբերյալ որոշակի առանձնատուկ մոտեցումներ անհրաժեշտ են, բայց այդ առանձնատուկ մոտեցումների դետալները վստահաբար կարող են նաև այս առաջարկող նախագծի տիրույթում գտնել ձևակերպումներ։ Շնորհակալություն, էլի հարցեր այստեղ։ Բարև ձեզ, ես Գայանա Երեմյանն եմ, Հայաստանի Եվրոպական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի եւ հարցս ուղղում եմ պարոն Խաչատրյան ձեզ։ Հարցս կայանում է դատական գործերով, հատկապես քաղաքացիական գործերով սահմանված ժամկետներին։ Ինչպես գիտենք, քաղաքացիական դատավարության օրենսգրքով մի շարք գործերով կան
հստակ սահմանված ժամկետներ եւ դրանց շարքում կուզենայի առանձնացնել աշխատանքային վեճերով երամսյա ժամկետին։ Հիմա ձեր կարծիքով ինչքանով են օբյեկտիվ այդպիսի ժամկետներ սահմանելը, որովհետև օբյեկտիվ պատճառներով դատարանների մեծամասնությունը չի հասցնում, այսինքն չի տեղավորվում այդ ժամկետներով քննի ու լուծի տվյալ վեճը։ Շնորհակալ եմ։ Ես այդ դատարանների ծանրաբեռնվածությանը անդրադառնալով, տեսեք, դատարաններում շատ դեպքերում ես ինքս համոզվում եմ, որ օբյեկտիվորեն դատարանը չի հասցնում վեճը լուծել։ Ու եթե այդ հատուկ վարույթներով էլ եթե հասցնում են ժամկետի մեջ քննել այդ գործերը, շատ դեպքերում դրան գնում են բողոքարկման։ Որովհետև այդ ծանրաբեռնվածության պայմաններում իսկապես օբյեկտիվա արդարադատության վատ որակ է։ Եւ նորից, եթե մենք չգնանք քաղաքացիա իրավական եւ վարչա իրավական, հարաբերությունների դատական ստուգումների գործերի անջատման, առանձնացման ծանր գործեր եւ թեթև գործեր։ Եթե չգնանք այդ ճանապարհով, մենք հեռանկար չենք առնվազն սպային չենք ունենալու հեռանկարը։ Ես մի բան կուզենայի այդ հարցի հետ կապված մեր դատական օրենսգիրքը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության դատարանները կազմված են առաջին ատյանի դատարաններից, վերաքննիչ դատարանից, միջնորդ դատարանից, չէ՞։ Հիմա որտեղ արգելք օրինակ ամեն 3 մարզի համար ստեղծել վերաքննիչ դատարան։ Մի հատ տեսեք այդ բոլոր այդ աշխատանքային վեճերով, բոլոր վեճերով այդ գործերը գնում են վերաքննիչ քաղաքացիական դատարան։ Դուք պատկերացնում եք այդ ծանրաբեռնվածությունը։ Հիմա այդ պայմաններում կամ պիտի ժամկետ խախտեն, կամ պիտի անորակ արդարադատություն իրականացնեն։ Միևնույնն է, մենք պիտի գտնենք բանալին դատարանները բեռնաթափելու համար։ Իհարկե մենք բոլորս մեր ամբողջ հասարակությունն կներեք կրակն ընկել այսօրվա դատական համակարգի ձեռքում։ Բայց էլի եմ ասում, դժվար է մեղադրել դատավորի, ում մակագրված է վերաքննիչ դատարանում, կազմին մակագրված է 300 գործ։ Օրը մի գործ դե պատկերացրեք, բաժանկետները։ Այնպես որ մենք պիտի սկսենք ուրիշ տեղից։ Այո, համաձայն եմ, պիտի մեխանիզմներ ներդրվեն, որի արդյունքում մենք ստանանք ավելի որակյալ արդարադատություն։ Իսկ տրված հարցիկները եւս մեկ հարց տամ, ինչ վերաբերմունք ունենք վերջերս կատարված փոփոխությունների վերաբերյալ, որոնք ուղղված են բեռնաթափմանը, այսինքն նույն հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը կամ նոտարի կողմից գործերի քննությանը մինչև 2 միլիոն դրամի գումարի բռնագանձման գործերով, փոփոխությունները դրական ազդեցություն ունեցել են մեր իրավական համակարգի եւ դատարանների ծանրաբեռնվածության վրա, թե ոչ։ Ես հաշտարար հաշտարարի ինստիտուտի հետ բերեմ այդ բանը, ես քանի որ արդեն ստիպված ենք, որոշ քաղաքացիա իրավական հարաբերություն, որոշ ճյուղեր, որոշ բաներ տանենք հաշտարարի դատարան, ուսումնասիրել եմ, շփվել եմ, 10 գործից, այսպես բանով ասենք, 2-3-ն է, որ հաշտարարի ինստիտուտում ավարտվում է։ Մնացածը արդեն ավելի մեծ ծավալով գնում է դատարան։ Հիմա այդ նույն իհարկե դրական է, շատ դրական բան է էլեկտրոնային դատավարության ներդրումը, որը 17 թվականի կառավարության որոշումը վերջապես 25 թվականին սկսել է աշխատել։ Այս ռեֆորմի կամ այս նորարարության դանդաղկոտությունն էլ է բերել հասցրել այս կաթվածահար վիճակին։ Հիմա տեսեք, դրանք իսկապես լավ բաներ են, բայց միևնույնն է ինքը վերջում գալիս է դատարան, էլի չի թեթևացնում դատանը, ինքը ինչ որ մասով, ինչ տարբերություն, եթե ես այդ 2 միլիոն դրամը մինչև 2 միլիոն դրամը ընդունում եմ, այդ կարար օրինակ արբիտրաժային բանով վճիռ դառնալ ու վերջանալ, կամ լավ եկել է նոտարի մոտ վճիռ դառնալ, բայց եթե ես չեմ ընդունել ու դա վեճ է դառնալու, միևնույնն է պիտի գնա դատարան քննության, դատական հաստատման պիտի գնա։
էլի չթեթևացա, որովհետև հիմա նայեք, քրեական բանի մեջ է բերենք հա արդարադատը։ Հիմա մեկը քննում է, չգիտեմ, թեթև նույն դատավորը դի քննի թեթև ուրեմն մարմնական վնաս է, հիմա միջին ուրեմն ծանրության մարմնական վնասվածքով մի հատ գործ պիտի քննի ու հաջորդ նիստը պիտի մտնի ցմա բանի մեղքի հարց պիտի լուծի։ Մի հատ էս դատը կամ այդ ցմայից հետո դուրս գա նորից գնա մի հատ այլ դատական նիստով մտնի, չգիտեմ, մի հատ ավտովթարի գործ քննի։ Այդ դրա համար այդ առանջատումը կբերեր արդյունավետության ու բեռնաթափման։ Մի հատ 25 տարեկան, հիմա 25 տարեկանը չէ կարծեմ դատավորները, թե ավելի իջացրեցին։ Պատկերացրեք 25-26 տարեկան դատավորը մի տարվա պրակտիկայով համակարգիչը մակագրում է, ասենք 2 եւ ավել անձանց սպանության գործ, որ ինքը պիտի այդ մեղքի հարց լուծի, չգիտեմ, 50 հատոր գործ են քննել, պիտի լուծի, կամ մի հատ բազմադրված խարդախության գործ պիտի քննի։ Դրա համար այդ առաջարկը օրինակ ես գտնում եմ, որ այսօր միակ հնարավոր փրկությունը հենց այդտեղ է, այդ տարանջատման մեջ է, դատարաններ ստեղծելու մեջ է, բայց այս 25, 27, 30 տարեկան այդ իրավաբաններին մենք հանգիստ կարող ենք վստահել այդ թեթև գործերի քննությունը, որտեղից մարդու ճակատագիրը կախված չի։ Դե ոչինչ, թող սխալվի, թող որոշի, որ այս կողը այն հարևանին նա վերաքննիչ դատանը ուղի է վճիռը։ Բայց 25-27 տարեկանին մակագրել, ասենք, այս բան, ծանր գործեր, առանձնապես ծանր գործեր, բազմադրված գործեր, կապ չունի քաղաքացիական կրնի վարչական։ Շնորհակալություն, դա էլի դալիճից հարցեր։ Միկրոֆոնին ձերքին։ Շնորհակալություն այս հանդիպում կազմակերպելու համար, շատ ակտուալ թեմա եք ընտրել, ձեզ էլ շնորհակալություն։ Ես մի պահ պատկերացրի դուք դատախազն եք, ես էլ պատգամավոր եմ, դուք զեկուցել եք հիմա այս հարցը